Վազգեն Միքայելյանը կարճ ժամանակահատված է ղեկավարել վարչությունը, սակայն ոլորտում զգալի հաջողություններ գրանցվել են։ Կատարած աշխատանքի համար վարչապետ Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել։ Որևէ բան չի փոխում համակարգի գործունեության մեջ, գիտեք, մի քանի ամիս է արդեն ինտենսիվ պարոն Միքայելյանի հետ մենք զբաղվում ենք այս ոլորտի գործունեության կանոնակարգման, կատարելագործման եւ այն բնագավառը, որը մեր երկրի հեռանկարային ամենակարևոր ուղղություններից մեկն է հանդիսանում, արդեն հիմնական հիմքերը սկսել ենք միասին դնել եւ համոզված եմ, որ Կոմիտաս Կարապետյանը շարունակի այն աշխատանքը, որը սկիզբ է դրվել։ Վազգեն Միքայելյանը սակայն անմասն չի մնալու պետական աշինության գործընթացից, այժմ նա վարչապետի խորհրդականն է։ Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության նոր պատասխանատուն Կոմիտաս Կարապետյանն է, ով մինչ այս զբաղեցնում էր կառավարության առընթեր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Արա Հարությունյանը ոլորտի առջև ծառացած խնդիրներից է խոսել եւ բնականաբար ուրվագծել առաջիկա աշխատանքները։ Մենք չպետք է անխնա օգտագործենք այսօր եւ հետագայում խնդիրներ ունենանք կամ մեր հետագա սերունդները խնդիրներ ունենան։ Այսինքն այս կանոնակարգերը նշանակում է նաև պլանային հայեցակարգային շահագործում իրականացնել։ Այստեղ դեռ մենք պետք է մեր անելիքները հստակեցնենք, կա ստեղծված ծառայություններ, կառույցներ, որոնք այսօր ուսումնասիրում են Ղարաբաղի ընդերքը, որոնք ներկայացնում են ինչ ունենք, ինչ չունենք, ինչ պաշարներ ունենք։ Ընդերք օգտագործման ոլորտի օրինակով կանոնակարգման կարիք ունի նաև անտառաշինության հատվածը։ Ապօրինի ծառահատումներն առայժմ մնում են ոլորտի խնդրահարույց կողմերից մեկը։ Բնակիչների մեծ մասը պատրաստ չեն գործելու օրինական դաշտում։ Վարչությունը փաստորեն պատասխանատվություն է կրում Արցախի տնտեսության առանցքային 3 ուղղությունների համար՝ հանքարդյունաբերության, անտառաշինության եւ էներգետիկայի ոլորտում ջրային պաշարների ճիշտ կառավարման հարցերում Արա Հարությունյանն ակնկալում է արդյունավետ աշխատանք։ Սամվել Բալայան, Հովիկ Արաքելյան, օր